1000-րդ անգամ եմ ասում, բեկը հետս չի եղել։ Ու ես մենակ եմ գնացել Ծաղկաձոր ստուգելու պարավորները։ Հետո նորից վերադարձել եմ Երևան, մենակ, ու այդ ընթացքում ոչ մեկ չի հանդիպել։ Ես աղջկանը չեմ տեսել։ Ընդհանրապես չես տեսել։ Ընդհանրապես տեսել եմ։ Ինչ-որ ժամանակին շփվել են բեկի հետ, բայց Ծաղկաձորում չի հանդիպել։ Քեզ տարօրինակ չի թվում են փաստը, որ Նանեն անհետացել է այն ժամանակ, երբ որ դու եղել ես Ծաղկաձորում։ Ինչի մենակ ես եմ Ծաղկաձորում եղել։ Բնականաբար չէ։ Բայց դու, ավելի ճիշտ բեկը, պատճառ եք ունեցել դա անելու։ Չէ, ոնց որ մենք իրար չենք հասկանում։ Այդ դու չես հասկանում, որ մի ոտով արդեն գերեզմանոցում ես։ Դու բեկին լավ ես ճանաչում, ավելի լավ, քան ես։ Ու շատ լավ գիտես, որ քո նման վկային ինքը կենդանի չի թողի։ Հա, հիմա կարող է գլխի տակ փափուկ բարձ տնի, չգիտեմ, փող խոստանա, սպառնա, բայց հենց զգաց իրական բացահայտվելու վտանգը, քեզ միանգամից կսպանի։ Չի սպանի, ու գիտես խի։ Հələ լուսավորի։ Որովհետև ես այս թեմաների հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ես ոչ գողացել եմ այս աղջկան, ոչ էլ օգնել եմ ինչ-որ մեկը գողանա, ու ընդհանրապես կուրսի չեմ։ Եվ առհասարակ, դու ինձ սկզբից ասեցիր, որ պետքա զրուցենք երկու բառ, ու այդ զրույցը կամաց դառնում է հարցաքննություն։ Ես փաստաբան եմ պահանջում։ Զրույցը դառնում է հարցաքննություն, երբ որ մարդը չի ուզում ասի ճշմարտությունը, ու ոչ մի փաստաբան քեզ չի փրկի, եթե ճիշտը չասես։ Ես ճիշտ եմ ասում։ Չես հավատում, գնացեք ստուգեք, խուզարկեք, ապացույցներ գտեք։ Ես սրանից ավել ասելու բան չունեմ։ Ոնց է կծել քածը։ Որ զանգում եմ խիչս պատասխանում, արա։ Մենթերի մոտ է նորել է։ Մենթերի մոտ ինչ էր անում։ Իսկ դու ոնց ես մտածում։ Կամերաներով տեսել էին, որ Ծաղկաձորը մեղ է։ Բերե հարցեր էին տալի։ Ու ինչ ասեցիր։ Ինչ որ պայմանավորվել էինք, բայց վստահ չեմ, որ հավատացին։ Իմ մասին բան հարցրին։ Զատո թեման դու էիր, բայց ասի, որ մենակ է մեղ է։ Ապրես, շարունակի այդ նույն գծի մեջ մնա ու ոչ մեկ ոչ մի բան չի իմանա։ Հիմա գնա տունը հանգստացի, վաղը կգաս կխոսանք։ Լավ։ Մաչ։ Նստի մաշն են ջանունա ուզում քեզ տենա։ Կլնի վաղ այսօր մի տեսակ լավ չեմ զգում։ Չէ, չի լինի, հիմա նստի։ Տղեկ հաքի մեջ ենք։ Ժանուն ասում է, որ ոչ մի բանից կուրսի չի։ Թորգոմն էլ հավատում է իրան։ Բա դու հավատում ես։ Չգիտեմ, ավելի շատ հավաքան չէ։ Ջանում կարար և տեղյակ չլիներ, որ տղեն տենց բան է մտածել։ Դե, ես ճամփին վարուժի հետ էլ խոսացի։ Ասաց այդ մրդոյին հարցաքննել են։ Այդ գյադեն էլ ասել է, թե բայց ոչ մի բանից տեղյակ չեմ։ Հա, Ծաղկաձորը մենակ է մեղը։ Այդ մրդուն կարա շատ բան ասի, բայց չի նշանակում, որ ճիշտ է ասում։ Լավ, բա թորգոմն ինչ է ասում, ինչ է առաջարկում։ Թորգոմն ասում է սպասեք։ Ինչքան սպասենք գոն։ Դե այնքան ժամանակ մինչև այդ բեկի դեմ մի բան լինի։ Ես միտեղ կարդացել եմ, եթե մարդուն 24 ժամվա մեզ չենք գտնում, հետո գտնելու հավանականությունը կտրուկ նվազում է։ Նա ճիշտ ես ասում, սա այդ կոչումը կրիմինալիստիկա։ Ինստիտուտում ենք անցել։ Ու եթե հետո 48 ժամից հետո չեն գտնում, անվտանգ գտնելու շանսերը 50%-ով նվազում է։ Ոստիկանությունը իր աշխատելու մեթոդներ ունի, կրիմինալը իր այլ կուսինել ժամանակապետ, մենք չունենք։ Ես առաջարկում եմ միջև վաղը սպասենք։ Եթե նա անայից տեղեկություն չեղավ,
Ես բեկին գողանում եմ, բայց այդ անում եմ ես, առանց ձեր օգնության։ Չեղավ, Գոր, մենք քեզ շատ հարգում սիրում ենք, բայց դու մեր փոխարեն չես կարող որոշել։ Ձևոն ճիշտ է ասում, Գոր։ Թողեք հասկացեք ինձ։ Դու սպա ես։ Դու իրավաբան ես, որ վաղը մի ցոր դատավոր է դառնալու։ Դու բժիշկ ես, համոն մեծ ընտանիք ունի։ Ես չեմ կարա ձեր ապագան վտանգի տակ դնեմ։ Բա դու Գոր, իսկ քեզ կարելի է քո ապագայի վրա խաչ քաշել։ Ես իմ անելիքը գիտեմ, դուք մենակ խանգարելու եք։ Այդ լինելու բան չի։ Եթե անում ենք, ուրեմն սաղս ենք անում։ Հասի չէ, ամո։ Եք լավ մոտ հանգստացեք։ Չէ, եթե անում ենք, ուրեմն սաղս ենք անում։ Դու ուզես թե չէ, Գոր։ Բայց ստեր մի հատ ուրիշ հարց կա։ Եթե բեկը նանեին չի գողացել, ինչ ենք անելու մենք։ Կամ մեզ կսպանեն, կամ էլ անիմաստ գնալու ենք նստենք, որովհետև այդ աշխարհը մեզ չի ներելու։ Դե հա այդ ռիսկը կա։ Եթե անկեղծ ես չեմ հավատում, որ նանեին կգտնենք։ Եթե հիմա քայլ չարեցինք, հետո կարող արդեն ուշ լինի։ Ուրեմն կանենք նենց ոնց ասում ես։ Եթե դրանից նանեի կյանքն կախված մտածելու բան չկա։ Հաստատ։ Որոն միջև վաղը կսպասենք։ Հետո արդեն վերջնական կորոշենք սա։ Ինչ կա մի կանչել ես, բա։ Ես կանչել։ Այդ քիթդ ինչի է կապած։ Անգելա։ Աս մրդոյի վիճակն ինչ է խիակ տպել։ Դու ասա։ Ինչ ասեմ։ Նանեն քո մոտ է։ Նանեն իմ մոտ իշ գործ ունի բե։ Լսի։ Կապիկություններ մի արա։ Հարցից պատասխանի։ Չեմ ջոգում ինչի մասն ես խոսում։ Այսօր Ծաղկաձորում հյուրանոցի համարից նանեին գողացել են։ Երբ է այդ եղել։ Այսօր ցերեկը։ Ես այսօր սաղ ցերեկ քո հետ եմ եղել։ Սաղ ցերեկ դու իմ հետ չես եղել։ Ընդամենը մի քանի ժամ։ Հենց որ հանգիստ կարա իր գնայր Ծաղկաձորու հետ գայր։ Պապի ինչին էր պետք նանեին գողնալը։ Ինչ էր էտիս տալու։ Այդ աղջիկն արդեն ամուսնացած է ու մարդ ունի։ Չգիտեմ։ Քո լոգիկան մենակ դու ես հասկանում։ Դրա համար էլ քեզ եմ հարցնում։ Հիմա ամեն ինչ պարզ է։ Մրդոյին էլ ջարդել եք, որ անունս տա։ Պրոստը մրդոն իմ անունը չի կարա տա, որտեղ ես Ծաղկաձորում չեմ եղել։ Հա, բայց ոչ մենթերը, ոչ էլ թորգոմը տես չեն մտածում։ Թորգոմն ինձ հետաքրքիր չի։ Մեզ լավ է, որ մենթերն ես թեմայից կուրսի են։ Այս Երևանից Ծաղկաձոր ճամփին ինչքան կամերա սաղ կնային ու կտենա, որ ես Ծաղկաձորում չեմ եղել։ Առավել ևս նանեին չեմ գողցել։ Բաբի ես հասկանում եմ, որ իմ կյանքում լիքը սխալներ եմ արել։ Ու վստահությունս կորցրել եմ քո մոտ։ Բայց հավատա ինձ, այս է թեման չի։ Ես նանեին չեմ գողցել։ Դուք ես տղավարի բայեցիր մրդո, ինչ չծախեցիր, ու ես այդ լավությունը չեմ կարա մոռանամ, ասա ինչ կարամ անեմ քո համար։ Այս թեմայի վերջը ինչ արնել է բեք։ Քեզ կոնկրետ որ մասն է հետաքրքրում։ Այդ աղջիկա հետ կապված։ Իսկ քեզ մեկ չի։ Չէ, մեկ չի։ Թեմային թորգոմն է խառնված, մենթերը գումարած դրան հորը տերեսին նայելով սուտ բաներ եմ խոսացել։ Վաղը եթե ես ամեն ինչը ջրերես դուս եկավ, սաղ կթաղեն ինձ։ Ուրեմն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Այս թեմայից կուրսենք մենակ ես ու դու։ Ու քանի հետը տենց է, դու մի անհանգստացի, ոչ մեկ չի իմանա։ Իսկ նանեի գոյության մասին կարաս ընդհանրապես մոռանաս։ Համարի էլ չկա։ Հիմա նստի քեզ տուն տանեմ։
Հա, գտար երեխեքին։ Տիկին Կարինա, մենք պետք է խոսենք։ Բարի գնարձուն։ Չգիտեի, որ ազատվել ես։ Հա, արդեն մի քանի օր է։ Ու ընտելացել ես ազատ կյանքին։ Հա, ու շատ արագ։ Ես չէ։ 8 տարին քիչ սրոք չի։ Դե հասկանում եմ, բայց կարևորը հետ չգնաս։ Մնացածը սաղ դզվող է։ Ճիշտ ես։ Զենքն ինչի տա պետք։ Դե հնարավորը որ պետք էլ չգա։ Գիտեմ, որ կրիմինալի մեջ չկաս։ Սրա նրա հետ չես տալի առնում։ Բայց հարց ուզում ես զենքով լուծես։ Հարդը բաներ կա, որ ինձնից կախված չի։ Թորգումը բերդում քեզ վերաբերում էր հարազատ տղու պես։ Մի հատ զանգ, սա հարցեր են գնում ատեղ։ Բայց եթե չես ուզում թորգումին դիմես, կող կտամ։ Չէ, ապերես իմ հարցն է։ Հակառակը չհամոզա։ Դե Արի։ Գորես խաղալիք չի։ Եթե կրակեցիր, արձագանքը ամբողջ կյանքդ լինելու է։ Դուրը ներսից ես փակելու։ հասկանում եմ։ Զենքը մաքուր է։ Վրան թեմա չկա։ Բայց եթե օգտագործես, կորցրը թողի տա։ Շնորհակալ եմ։ Հիմա գնամ գործեր ունեմ։ Սպասի։ Գոր ես քեզ կարամ օգնեմ։ Ում հետ է թեման, ինչ թեմա է։ Արթորգոմը կուրսի է այս թեմայից։ Եթե կուրսի զենքն ինչ ես անում։ Քեզ չեմ ուզում այս թեմաների մեջ խառնեմ։ Մեծ նոր ես ազատվել, կին ու երեխա ունես։ Գորը ամեն դեպքում եթե պետք է, հա, զանգի։ Անպայման, շնորհակալ եմ։ Դու ստեղ ոնց հայտնվեցիր, հետևել ես ինձ։ Կռահեցիր։ Լավ բան չես անում, Գոր։ Չգիտեմ տեղերը քո ոնց, բայց ես քեզ մենակ չեմ թողնի, միասին եք ամեն ինչ անելու։ Հապերկելի դու գնաս բանակ հանգիստ ծառայ ես ու չխառնվես այս հարցերին։ Չէ, չի լինի։ Նանեն ու Սակոն ինչքան քեզ էին հարազատ ու ընկեր, այդքան էլ ինձ ու տղերքին։ Սևո հասկացի։ Մի շարունակի, աղբոր պես, Գոր։ Ինչ զենք ամոթ։ Սենքի մասին որտեղ ես գիտես։ Մոռացել ես, որ հետախույզ եմ, ցույց տուր։ Գոնե օգտվել գիտես։ Հա, դիրուն փորձել եմ։ Տարբեր բաներ են, կրակերուց հետ հարված կա, ճիշտ դիրքավորում եւ այլն։ Զենքը կմնա իմ մոտ։ Ապրես քուչի կռիվ չի։ Որ գնանք կռիվ անենք, հետո գնանք մարդամեր տուն։ Ստեղ եթե հանգած մի բան ես չգնաց ու հավանականությունը շատ մեծ է, որ տենց է լինելու է։ Դու տղեկի հետ հայտնվելու ես Բերթում ու այդ լավագույն դեպքում։ Ես այդ հասկանում եմ, Գոր, բայց խոսքը Նանայի մասին է, ով մեզ քրոջ պես է եղել։ Դու իրավունք չունես որոշում կայացնես։ Չէ, ապեր ես որոշում չեմ կայացնում։ Ես քեզ իրավիճակն եմ բացատրում։ Իրավիճակը սաղիս համար էլ պարզ է, Գոր, դու մենակ ոչ մի բան չես կարող անես։ Նստի գնանք։ Ես չեմ հասկանում Նանեն ուր պիտի անհետանար եւ ամենակարևորը ինչի պիտի անհետանար։ Կարող է Սարգիսի հետ ավիճել։ Չէ, Տիկին Կարինե, դու գիտեք, որ Սարգիսը այդպեսին չի։ Հա, բայց Նանեն է էքսցենտրիկ, ինձնից լավ ես ճանաչում Նանեին։ Չէ, սա դեպքը չի։ Բայց մի անհանգստացեք,
Ոստիկանությունը արդեն որոնումներով զբաղվում է։ Արիշ, կարող է ինձնից ինչ-որ բան ես թաքցնում։ Ես քեզ խնդրում եմ, ես ուզում եմ ամեն ինչ իմանամ, ոչինչ մի թաքցրի։ Երդվում տիկին Կարինա, անկեղծ ոչ մի բան չգիտեմ, ու ոչ ոք ոչինչ չգիտի։ Բեկը։ Նասերիկայի մեկն է, հաստատ նա է առևանգել Նանային։ Բեկի մասին ոստիկանությունը տեղյակ է, բայց այդ ընդհանրապես վարկած է։ Ես չգիտեմ ինչ կլինի, եթե Նանային մի բան պատահի։ Տիկին Կարինա, խնդրում եմ, էլի հանգստացեք։ Այ կտեսնեք, ամեն ինչ լավ է լինելու, Նանեն գալու է տուն։ Նանեն իմ միակ երեխան է, Մարիշ, ու եթե նրա կյանքից թանկ ինձ համար ոչինչ չկա։ Ես դա գիտեմ։ Ու նաև գիտեմ, որ դուք շատ ուժեղ կին եք։ Ու հիմա առավել քան երբևէ պետք է ուժեղ լինեք։ Շնորհակալ եմ, որ այստեղ ես։ Մենակ ես կխելագարվեի, Մարիշ ջան։ Ուրեմն ես կմնամ այնքան, մինչև Նանեն գա տուն։ Հա։ Դե սպասեք, գնամ ձեզ համար թեյ բերեմ։ Արդեն լավ ես, տակություն չունես։ Ուտելու բան եմ բերել, լավ կանես ուտես, հենց երկար չես ձգի։ Պրոստը հաջորդ անգամ ասա ինչ ես սիրում, որ դրանից բերեմ։ Երկար ես պատրաստում ինձ տեղ պահես։ Քեզանից է կախված։ Մտածում ես ինձ բռնաբարեցիր քանադարձը։ Չերասես։ Մյուս անգամ մի բան բլթացնելուց առաջ քեզ հաշիվ տուր ինչ ես խոսում։ Դե չէ շամպես ցեպը կգցեն վիզդ կտանեն պատվալ կմնաս ընդեղ։ Կներես։ Իսկ կլինի ձեռքս ասատես։ Ուղղակի ուզում եմ զուգարան գնամ ու հետո հաց ուտեմ։ Կազատեմ։ Բայց եթե մտա ավելորդ բան արիր, գիտես։ Ինչի համար ես ես ամեն ինչ անում։ Ում ինչ ես ուզում ապացուցես։ Դու ստիպեցիր։ Դու խելացի մարդ ես ու հաստատ հասկանում ես, որ հառաջիկ հասկացյալը դու ես լինելու։ Ինչի ես կյանքդ կործանում։ Ես ջոգեցիր 4-ով չի լինում, որոշել ես տակտիկատ փոխես։ Քո մոտ ոչ մի բան չի ստացվի, իմ սաղ քայլերը հաշվարկած է։ Հնարավոր չի ամեն ինչ հաշվարկել։ Հնարավոր է։ Դու շուտով կհամոզվես։ Իսկ կլինի մամայիս զանգեմ ու ասեմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ։ Չէ, չես կարա։ Շնայած, եթե քեզ խելոք պայես, կարող է և զանգես։ Կօգնես գլուխս պտտվում է։
դուրը բաց կմնա։ Ես տենց չեմ կարող, եք խնդրում եմ։ Ախր ստեղ ոչ պատուհան կա, ոչ ուրիշ դուր, ես ուր պետք է փախնեմ։ Լավ, բայց դուրը ներսից չփայտես։ Ասա ոչ։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեկում և թախից սևորեր ես էր շատ կտեսնեմ քո պատկերը անես կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ տարիներ կսահեն ախ մեռեն երազները բոլոր քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ տարիներ կսահեն ախ կմեռնեն երազները բոլոր քո անունը